Սուրբ Անտոն անապատականը նոր էր գնացել անապատ եւ չգիտեր թե ինչպես ապրի, ինչպես կազմակերպի իր կենցաղը։ Եվ Տիրոջ հրեշտակը երևում է նրան եւ ցույց է տալիս։ Ինչ է ցույց տալիս։ Թե ինչ պետք է անի Անտոնը։ Վերցնում է զամբյուղը, ձեռագործ է կատարում։ Այսինքն ուրիշ բան չկար անապատում, ճյուղերը հավաքում էին, զամբյուղներ էին գործում։ Հա? Հետո կանգնում է հրեշտակ, սկսում է աղոթել։ Հետո պարկում է, քնում է, հրեշտակ չի պարկում, քնում, բայց հետո Անտոնին էր ցույց տալիս էլի։ Անտոնը հասկացավ, որ իր առօրյան այս 3 բաներից պետք է հանգիստ, աղոթք, աշխատանք։ Եթե անապատական հայր Անտոնը պետք է աշխատեր, ապա մենք առավել եւս պետք է աշխատենք։ Եթե Ադամը դրախտում դրախտը պետք է մշակեր, որտեղ Աստված ասաց մշակիր եւ պահպանիր դրախտը։ Մշակել պահպանը ո՞րն է։ Ինչ կար ընդ մշակելու։ Դրախտի ծառերը ամփոփ էին, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Պետք է աշխատեր։ Պետք է մշակեր, ինչ որ մի բանով պետք է զբաղվեր ինքը, պետք է ճանաչեր արարչությունը, կենդանիներին անուններ դրեց, պետք է աշխատեր ինքը, որ պարապ չմնար։ Ճիշտ է, այդպես է մեր կյանքում, եթե դրախտային վիճակը աշխատանք էր նախատեսում, ենթադրում, ապա հետ դրախտային կյանքը, այսինքն մեր կյանքը, առավել եւս մենք էլ պետք է աշխատենք, որտեղ աշխատանքը հավասարազոր է աղոթքի։ Եթե դու բարի աշխատանք ես կատարում եւ պտղաբեր աշխատանք ես կատարում, կրքերը սանձվում են։ Տեսել եք աշխատող չարչարվող գյուղացին, մեղքի մասին մտածում է, ժամանակ չունի, հոգնած քնում։ Հա? Բայց պարապ մարդը աղոթքի մասին չի մտածում։ Պարապ մարդը մեղքի մասին է մտածում։ Ինչպես մեր երիտասարդությունը այսօր ցավոք սրտի։ Պարապ են մնում, արդեն մտածում են, թե ինչ անեն։ Դրա բնականաբար ոչ թե պետք է մտածեն ինչ գեղեցիկ աշխատանք նախաձեռնեն, ինչ ճիքուջան գործան, չէ, դրանք դժվար են, հեշտ չի, հատկապես այս դարում պետք է դու հստակ ուղղվածություն, մասնագիտություն ունենաս, ձգտում ունենաս, որ կարողանաս ինչ-որ մի բան հասնել։ Բայց մենք թեթև հեշտ ենք ուզում։ Հեշտն էլ արագ վերջանում է։ Հետո հեշտը միշտ չէ, որ հեշտ է։ Հեշտը դու չես կարող հասնել, բայց երբ որ դու խորն ես մտածում, երկար ես մտածում, քո ապագայի մասին ես մտածում, այնպիսի մի աշխատանք ես ուզում նախաձեռնել, այնպիսի մասնագիտություն ձեռք բերես, որ ոչ թե մի ամսվա փող վաստակես, այլ ամբողջ կյանքում դու դրա մեջ լինես, հա? Դրա համար մենք երեխաներին ենք հարցնում, ինչ ես ուզում դառնալ, որպեսզի իր մեջ մենք տեսնենք ինչ որ ձգտում եւ մանկությունից զարգացնենք այդ աշխատանքը իր մեջ։ Այսինքն այս հարցը շատ լուրջ է։ Միգուցե այդ ճանապարհին ինքը մի քանի բաներ փոխի, բայց իր գտածի վրա հաստատում լինի, ամուր լինի, ձեռք բերի ու չկորցնի։ Եվ այդ իր բարի մասնագիտությունը, բարի աշխատանքը լավ մասնագիտություն, ասում է, հացթուխը մինչև կեսօրն է սովածնում, չէ՞ վարպետ ասում է, կեսօրից հետո սոված չի մնում նա, մինչև կեսօր, դրանից հետո լավ վարպետը մինչև կեսօր ասում է սոված մնում, դրանից հետո արդեն հաց ունի, եթե ձեռք բերեց ինքը, տեսեք, ինչ կրկնակի բարիք է իրան գործում, ինքը, տեսեք, լավ բժիշկ ունի, իրապես բարի լավ բժիշկ, ինչքան մարդկանց է օգնում, ինչքան մարդկանց կյանքեր է փրկում, եթե անկեղծ ինքը նվիրվում է իր մասնագիտության, իր աշխատանքին, իր նվիրյալ է ինքը, բնականաբար փող վաստակելու մասին արդեն խոսք չկա, որտեղ ինքը ընտրված, փնտրված եւ հայտնի բժիշկ է, ինքը արդեն նվիրում է, բայց երբ որ մարդը մտածում է փողի մասին, փող վաստակելու մասին, իր մասնագիտական
գիտելիքները չի զարգացնում, իր փորձը չի ավելացնում, մենակ փողի մասին է մտածում, ցավոք սրտի սա էլ է լինում բոլոր բնակավարներում, բժշկությունից սկսած, չգիտեմ, վարպետությունից պատշարից վերջացած։ Ուրեմն ինքը դառնում է փող խլող։ Ինքը ոչ թե ուզում է տուն շինի, այլ ինքը ուզում է փող վաստակի։ Եվ իր կառուցած տունը մի օր կփլվի, իր բուժած հիվոտը մի օր կմեռնի։ Ուրեմն մենք այսպես պետք է մտածենք, մենք պետք է մտածենք աշխատանքը բարիք դարձնել, իրական բարիք դարձնել։ Իրական բարիք դարձնելու ժամանակ մենք կվայելենք մեր աշխատանքը, կկերակրվենք մեր աշխատանքով ու մարդկանց հետ բարիք կգործենք, հասկանում եք, սա կդառնա իրական բարիք։ Իրական բարիք, սրբություն, ունակ սրբանկարիչ։ Հիմա լավ նկարիչը չես կարող գտնել։ Ինքան պատվեր կունենա, բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվում, լավ սրբանկարիչի մասին է խոսքը։ Հա? Որ սրբապատկերներ է պետք, շատ եկեղեցիներ են կառուցվում։ Լավ սրբանկարիչ, իրական սրբանկարիչ կա։ Պահանջարկ կա։ Ուրեմն մենք պետք է ինչ անում ենք, լավն անենք, որպեսզի թե մեր հոգին, մեր մարմինը վայելի, մենք կերակրվենք, մարդկանց էլ բարիք գործենք, մենք ավելի շատ ոչ թե մարմնավոր օգուտ, այլ հոգևոր շնորհ փոխանցենք մարդկանց մեր աշխատանքով։ Պատկերացնում եք լավ բժշկին ինչքան են օժնում։ Հա? Էլ չեմ ասում լավ հոգևորականին, ինչքան են օժնում։ Ամեն։